Այս այժմ Աքյակայում այդ թուրքական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր անցքում։ Չնայած ընդամենը մի քանի րոպեի հեռավորությանը հենց այսպես երկաթուղիով կամ ավտոճանապարհով Հայաստան վերադառնալ չեմ կարող։ Չնայած պայմանավորվածություններին ու երկխոսությանը հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ։ Սահմանամերձ շրջանի բնակիչները, որոնք հիշում են, թե ինչպիսին էր իրենց առօրյան տասնամյակներ առաջ, երբ սահմանը բաց էր, հիմա սպասում են իշխանությունների որոշմանը եւ հուսով են, որ սահմանները կվերաբացվեն։ Սահմանի բացումը շատ լավ կլիներ։ Այսինքն մենք արդեն տարիներ շարունակ ուզում ենք, որ այս սահմանը բացվի, որպեսզի լավ բարեկամական հարաբերություններ ունենանք, մեր գնալ գալը հանգիստ լինի։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները սակայն առայժմ չեն իրագործվել։ Տարիներ առաջ կողմերը պայմանավորվել են սահմանները բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Մինչ այս պահը նորություն չկա։ Այնտեղ եկող ռուս կամ հայ քաղաքացիների հետ խոսում էինք, այսինքն նրանք էլ կիսատ-պռատ թուրքերեն գիտեն, լավ թուրքերեն իմացողներ էլ կային, խոսում էինք նրանց հետ, բայց իհարկե մենք տարիներ շարունակ ուզում ենք դռան բացվելը։ Բացվելն ավելի լավ կլինի, մեր շրջանի համար լավ կլինի, բարին ընծես։ Սահմանի այս կողմում ապրող մարդիկ հիշում են, ինչպես էին շփվում հայերի հետ։ Այժմ կարծում են, սահմանի բացումը նոր շունչ կհաղորդի տարածաշրջանին։ Այսօր մենք ապրում ենք երկրի արևելքում, ամենավերջին քաղաքում։ Դրանից հետո այլ քաղաք չկա։ Այս սահմանի բացումը մեծ ներդրում կունենա եւ մեր նահանգի, եւ տարածաշրջանի ժողովրդի, եւ ձեռներեցների, եւ առևտրի համար։ Այսօր առևտրի առումով գործարարները ուզում են այստեղ ներդրում անել։ Աքյակիայի բնակիչները պատմում են, սահմանի փակումը բացասաբար է անդրադարձել իրենց սոցիալական պայմանների վրա, հանգեցնելով թանկացումների։ Գնացքի վագոններով ալյուր էր գալիս, ծնունդ էր գալիս, ածուխ էր գալիս, ցեմենտ էր գալիս։ Իհարկե, երբ այս դուռը փակվեց, դրանք վերացան։ Ինչ եղավ, արեստավորներ սկսեցին բեռնատարներով բերել, ինքնարժեքը բարձրացավ։ Սա էլ անդրադարձավ քաղաքացիներին, ժողովրդին։ Զբոսաշրջիկներ էին գալիս, ու երբ գալիս էին, իջնում էին քաղաք։ Ծխախոտ էին առնում, ջուր էին առնում, թե էին առնում, կոլա էին առնում։ Հավատացեք, կատարյալ բազմություն էր լինում։ Բոլորն էլ այսպես ծափահարություններով էին դիմավորում եկող զբոսաշրջիկներին, հյուրերին։ Իմ հետևում Աքյակիայի երկաթուղային կայարանն է, այս ուղղությամբ դեպի Հայաստան վերջին կայարանը, պաշտոնական Երևանը հայտարարում է Ախուրիկ Աքյակիա երկաթուղին վերականգնելու ցանկության մասին։ Աքյակիայի քաղաքապետի խոսքով թուրքական կողմում այժմ աշխատանքներ են ընթանում։ Մի քանի ամսից կավարտեն երկաթուղու վերականգնման աշխատանքները, նաև մրցույթ են հայտարարել ավտոճանապարհը վերականգնելու համար։ Թուրք պաշտոնյան այդուհանդերձ ընդգծում է, քաղաքական որոշում պետք է լինի։ Մի խումբ լրագրողներով կարողացան հարցեր ուղղել Կարսի արդյունաբերական պալատի նախագահին, հենց այստեղ այս քաղաքում շուրջ 2 ամիս առաջ ընկալվել էին ավելի քան 5 տասնյակ հայ գործարարներ։ Հունիսի սկզբին Կարս էին այցելել ավելի քան 5 տասնյակ հայ գործարարներ։ Նրանց հյուրընկալել էր Կարսի արդյունաբերական պալատի նախագահ Քադիր Բոզենը։ Նրա խոսքով համատեղ ֆորումի ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն են առանձնացրել։ Bunlarda tekstil, maden, inşaat malzemeleri. Հանդիպմանը ներկա են եղել մոտ 57 գործարարներ Հայաստանից, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ տեքստիլ հանքարդյունաբերություն, շինանյութեր, սնունդ եւ ծաղկի բիզնես։ Շփումները շատ արդյունավետ են եղել եւ արդեն կան որոշակի գործնական քննարկումներ ու պայմանավորվածություններ։ Հիմնական ու առաջնահերթ ոլորտներն են տարածաշրջանային զբոսաշրջությունը, ռեստավրացիան, շինությունների վերականգնումը, սննդի արդյունաբերությունը, շինարարությունը եւ տեքստիլը։ Bildiğim kadarıyla Gümrü'nün Թուրքական գործարարշրջանակի ներկայացուցիչը նաև փակագծեր է բացում հայկական կողմի ցանկություն կա ծածկոցներ գնել։ Կարսի ընկերություններից մեկն էլ առաջարկել է Երևանում շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ իրականացնել։ Yine üstüne basarak söylüyorum. Türkiye, Ermenistan ve Azerbaycan. Այստեղ կան որոշակի ընթացակարգային հարցեր կապված հատուկ մեքենասարքավորումների տեղափոխման հետ, որոնք այժմ փորձում են լուծել։ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը հսկայական դրական ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի, ներառյալ Կովկասի տնտեսության զարգացման վրա։
Այս տնտեսական օգուտներն ակնթարթորեն չեն երևաց, սակայն ժամանակի ընթացքում լրջագույն ձեռքբերումներ կապահովեն բոլոր կողմերի համար։ Bu konuyla ilgili yorum yapmam doğru olmaz ama ticareten Կարծի արդյունաբերական պալատի նախագահը նաև հայտնեց սեպտեմբերին էլ Երևանում են նախատեսում ֆորում անցկացնել։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Թուրքական կողմի պաշտոնյաներն այդուհանդերձ ընդգծում են, որ Անկարան պետք է քաղաքական որոշում կայացնի, որ սահմանները դարձյալ բացվեն։